Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ լուսաբանում ենք գործարար ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների, նորությունների մասին։ Հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր որ կիսվում են ոլորտային իրենց գիտելիքներով եւ փորձով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Ռուբեն Մելիքյան, պարոն Մելիքյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Մելիքյանը հանդիսանում է Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի համահիմնադիր անդամը, նաեւ Հայաստանի բանկերի միության փոխնախագահը, բավականին այսպես արդեն թեման խոսում է նրա մասին, որ շատ հարուստ ու փորձառու ճանապարհ ունեք, պարոն Մելիքյան, եւ թեմաներն էլ իրականում վերցրել ենք ֆինանսաբանկային ոլորտ, բանկային ոլորտ ու նաեւ Օքսֆորդում ձեր անցած ամենակարևոր փորձառության ու գիտելիքների մասին։ Ուզում առաջին հարցը ձեզ ուղղել, քանի որ խոսեցինք Հայաստանում բանկերի միության մասին, ամենակարևոր առանցքային հարցերից մեկը, ինչպես կբնորոշեք Հայաստանում, բանկային համակարգի, բանկային ոլորտի զարգացման միտումները համաշխարհային միտումների ֆոնի վրա։ Բարի, շնորհակալություն հարցի համար։ Եթե կարճ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի բանկային համակարգը վստահելի, կայուն եւ բավականին արդյունավետ է։ Եթե ավելի մանրամասն մի փոքր, ապա վերջի տարիներին բանկային համակարգի գրեթե բոլոր ցուցանիշները արձանագրել են երկնիշ աճ։ Եթե խոսենք շահութաբերությունից, ապա նույնպես 3-4 տարիների ընթացքում արդեն շահութաբերության մակարդակը բավականին բարձրացել է եւ հավասարվել է նմանատիպ համադրելի երկրների հետ։ Օրինակ նույն շահութաբերությունը, որ եթե return on equity, կապիտալի շահութաբերությունը նայենք, մեր մոտ 21% է, օրինակ նույն հարևան երկրներ կան, նույն Վրաստանը, դրանք մի քանի տոկոս ավելի, արդեն համադրելի ենք դարձել։ Իդեպ նշեմ, որ բանկերի սեփականատերերը դիվիդենդ են ստացել այդ շահույթից 3-4 տարիների ընթացքում ընդամենը մոտավորապես 25-30%, մնացածը մնացել է բանկային համակարգում։ Կուզենայի նաև անդրադարձ կատարել հենց կենտրոնացման մակարդակի վրա։ Հայաստանում ինքը բավարար մակարդակի է, 5 խոշոր բանկերը, եթե նայենք ըստ ընդհանուր ակտիվների, կազմում են ընդհանուր բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ընդամենը 61%։ Բավականին։ Որպես էլ օրինակ բերենք Վրաստանը, այնտեղ միայն 2 բանկ իրար հետ մոտ 80% են կազմում, եթե 3-4-րդ էլ գումարենք, ապա կդառնա 90+։ Հրաշալի։ Ինչի արդյունքում բանկային համակարգը ունի շատ բարձր մրցակցության մակարդակ։ Եվ հետեւաբար հասարակությունը, ֆիզիկական անձինք, բիզնեսները կարողանում են օգտվել մրցակցային շուկայական թե սակագներից, թե տոկոսադրույքներից։ Այսինքն կարող ենք ձևակերպել, որ ըստ էության մեր Հայաստանում բանկային համակարգը իր հուսալիության, վստահության ու զարգացման տեմպերով ընդհանուր համաշխարհային բանկային համակարգի ուղեծրի մեջ իր կարևոր, այսպես առանցքային տեղը ու դերը ունի։ Այո, կարող ենք արձանագրել, որ շատ երկրներից առանց թվարկելու շատ ավելի վստահելի եւ կայուն է մեր բանկային համակարգը։ Նամանավանդ հաշվի առնելով վերջի տարիների թե թվայնացման մեջ կատարված էական ֆինանսական ներդրումներ, թե նաեւ արդյունավետությունն է բարձրացել հենց բանկային համակարգի։ Շատ լավ, պարոն Մելիքյան, նշեցինք, որ դուք հանդիսանում եք Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի համահիմնադիր անդամը։ Վստահաբար կարող ենք ասել, որ Օքսֆորդը գիտելիքի փորձառության այսպես շատ յուրօրինակ միջավայր ու ուղի է։ Մի փոքր կնշեք, որքանով է այդ ուսումնառությունը ազդել կամ իր այսպես ներդրումը ունեցել ձեր մտածողության, առաջնորդության հմտությունների վրա, որպես բանկային ոլորտի առաջամարտիկ, նաև այսպես ղեկավարման համակարգում կանգնած փորձագետ։ Ես իհարկե իմ մասով կարող եմ ասեմ, բայց իմ մասով ես նկատել եմ, որ ավելի հանդուրժող եմ դարձել Օքսֆորդից հետո ու նաև շատ հարցերի ոնց որ վերաբերվելիս ավելի ոնց որ ռազմավարական տեսանկյունից եմ նայում, ռազմավարական զարգացման տեսանկյունից։ Երկարաժամկետ ավելի նաև։ Այո։ Իսկ ինչպես եք որոշումը կայացրել Օքսֆորդ գնալու։ Ինչն է հիմք հանդիսացել կամ ինչպես 5 տարի առաջ էր իրականում սպոնտան որոշում էր։ Արդեն զգում էի, որ քանի որ աշխարհը բավական դինամիկ է, ագին առաջ նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ են,
զգացի, որ արդեն կարիք կա update լինելու, նոր գիտելիք ստանալու։ Իհարկե, այնտեղ միայն գիտելիքի համար չեն գնում, որտեղ այնտեղ 70 հոգի էր մեր կուրսում, մոտ 25 երկրներից, նոր գործընկերներ, ընկերներ ձեռք բերեցինք, այդ շփումը, այդ որ ասած հմտությունները, փորձի փոխանակումը, այդ ամբողջ իրար հետ ինքը ոնց որ կարելի ասել չեմ փոշմանել, որ գնացել եմ Օքսֆորդ։ Գիտելիքից փորձից նաև ավելի նետվորք ու կապեր։ Միայն գիտելիքի համար երևի թե չարժի։ Եթե մենակ գիտելիք եք ուզում, կարելի է գտնել այլ համալսարաններ նաև։ Շատ լավ։ Պարոն Մելիքյան, ուզում եմ մի փոքր մենք խոսենք բանկային համակարգի տրանսֆորմացիաների ու մարտահրավերների մասին, վստահաբար տեխնոլոգիական առաջընթացը ֆինանսական ոլորտում, բանկային ոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին։ Եկեք սկսենք ավելի շատ մարտահրավերներից, ինչ մարտահրավերներ կառանձնացնենք, որոնք որ ձեր դիտարկմամբ, ձեր գնահատմամբ կամ ձեր փորձառությամբ առաջիկա, օրինակ 3 կամ 5 տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի համար որպես այդպիսին մարտահրավեր են եւ նաեւ եթե լուծումները ունեք կամ լուծումներն եք տեսնում, կարող եք նաև դրանց մասին նշել։ Մարտահրավերները իրականում շատ են, 2-3-ը չեն, իհարկե կանդրադառնանք հիմնականներին։ Առաջինը իհարկե դա համաշխարհային եւ ռեգիոնալ տարածաշրջանային տարբեր գեոպոլիտիկ զարգացումներն են, ռիսկերը դրա հետ կապված։ Երկրորդը կնշեի կիբերանվտանգություն եւ on-line խարդախության ռիսկերը։ Ֆիշինգներ եւ այլն։ Այո, ամբողջ իրար հետ իրականում ես հատուկ նշում եմ on-line fraud կամ on-line խաբեություն, ոչ թե բանկային, քանի որ այդ ամբողջ գործընթացում մասնակցում են ոչ միայն հաճախորդ եւ բանկ եւ խարդախներ, այլ նաեւ այլ ենթակառուցվածքներ, նույն տելեկոմ ընկերությունների ենթակառուցվածքները, marketplace-երը, on-line հարթակները, դրա համար ոնց որ հենց նույն եվրոպական Միությունում էլ արդեն անդրադարձ է արվում, որ դա ոչ թե բանկային ֆրոդեր են, այլ ավելի շատ on-line ֆրոդեր են։ Այո։ Երրորդը կարծում եմ մարտահրավեր կլինի նաև մեր բանկային համակարգի համար, դա տաղանդների փորձառու աշխատակիցների ներգրավումը։ Ինչպես նաև թվայնացումը համոզված են, որ բանկերը շարունակեն էական ներդրումներ կատարել թվայնացման գործընթացների մեջ, իրենց գործընթացները ավտոմատացնելու տեսանկյունից, նաև համոզված եմ շատ ավելի կօգտագործվի արհեստական բանականության գործիքակազմը։ Այո, այստեղ նաև լրացուցիչ հարց հենց մարտահրավերների հետ կապված, պարոն Մելիքյան, վստահաբար կարող ենք ասել, որ այսօր շատ բանկեր իրենք ըստ էության փորձում են իրենց այդպես դիրքավորել կամ այնպիսի ռազմավարություն են տանում, որպիսի հաճախորդները մարդիկ հանրությունը բանկերին այլևս չդիտարկեն միայն բանկեր, ու նաև ֆինտեխ ոլորտն ինքը բավականին շատ զարգացում ապրել, տրանսֆորմացիա ապրել։ Այս մասով ինչ մարտահրավերներ կան, ինչ մրցակցության նոր դաշտ է ձևավորվում կամ բանկերը ինչ ռազմավարություն պետք է որդեգրեն, հատկապես որ տեխնոլոգիական եւ ֆինանսական ոլորտները արդեն երևի շատ այսպես մտել են իրար մեջ ու արդեն գրեթե դժվար է իրենց տարանջատելը շատ դեպքերում։ Շատ լավ հարց է, եթե մենք մի կողմ դնենք on-line վարկավորումը, մանրածախ անչափահաս վարկերի եւ որոշակի վճարային գործիքները, իրականում մրցակցություն չկա։ Իրականում ավելի շատ համագործակցություն է։ Եվ այդ այո, իրանք իրար փոխ լրացնում են։ Դա եւ արտասահմանում է այդպես նաեւ Հայաստանում։ Նաև երևի ըստ էության դրա մասին է վկայում Հայաստանի բանկերի միության, գործունեությունը, առաքելությունը, նպատակները, թե ինքը մի փոքր ավելի լայնածավալ գործունեությանն է միտված։ Դա ուղղություններից մեկն է։ Իրականում մեր բանկերի միությունում կա ուսումնական կենտրոն, ֆինանսական արբիտրաժ, գործառույթներից մեկը իհարկե ցանկացած թվային լուծումներ, առաջարկություններ են կատարվում բանկերին, մեր կողմից մենք նաև ոնց հարթակ ենք համագործակցելու։ Այն ընկերությունները, որ ուզում են համագործակցել բանկային համակարգի հետ, մենք այդ հարթակը տրամադրում ենք իրենց։ Այո։
Մյուս կարևոր հարցը խոսեցիք նաև ուսումնական կենտրոնի մասին, վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանում մենք շատ լուրջ բացեր ունենք ֆինանսական գրագիտության մասով, եւ երիտասարդների մոտ, եւ ինչ ոչ կարող ենք բարձրաձայնել նաև մասնավոր հատվածում, հա, ընկերությունների մակարդակով։ Այստեղ կուզենամ մի փոքր շուկայի վիճակը նկարագրեք, պարոն Մելիքյան, ու նաև ինչ լուծումներ կան, այսինքն շատ ենք խոսում ֆինանսական գրագիտությունից, շատ ենք խոսում, որ գործարարության մեջ այդ բացը ունենք, նույնիսկ կենցաղի մակարդակում, հա, մենք ֆինանսական գրագիտության բաց ունենք, ոնց կգնահատեք ոլորտը եւ ամենակարևորը լուծումները, ինչպես կարելի է, օրինակ մի քանի տարի հետո ֆինանսական անգրագիտության, հա, երևի այսպես բանը մեղմել մի փոքր ու գալ ավելի այսպես գրագետ կիրթ տիրույթ։ Մենք չենք սպասելու մի քանի տարի, ճիշտ ասած 1-2 ամիս հետո արդեն կհայտարարենք հատուկ ծրագրեր կան, հենց ֆինանսական գրագիտության տարատեսակ ծրագրերի, որ իրականացնելու ենք Հայաստանում, դա իրոք մեծ խնդիր է, ոչ միայն դա Հայաստանն է վերաբերվում, այդ դա մեր ուղղություններից, հիմնական ուղղություններից մեկն է իհարկե։ Ֆինանսական գրագիտությունը ոչ թե միայն ընտանենք քարտի վերջի հետևը նշված 3 թիվը փոխանցել կամ SMS-ով ստացված ինֆորմացիան այլ անձանց չասել, դա ոնց ամենայն պարզ տարբերակը, բայց ֆինանսական գրագիտություն նաև վերաբերվում է նույն բիզնեսներին, նամանավանդ փոքր եւ միջին։ Դες մենք ամբողջությամբ ուզում ենք փակենք այդ հատուկ ծրագիրը լինելու, որը չի լինելու 1 շաբաթանոց, ամիսներ է տևելու, դրա մասին ավելի մանրամասն կհայտարարենք, կարծում եմ 1-1.5 ամիս հետո։ Եվ ես մեծ սիրով կանդրադառնամ նաև այդ ծրագրին, որովհետև իրապես մեր հանրության մեջ ֆինանսական գրագիտության բարձրացումը ինքը բոլոր շերտերի համար է, հա, շահավետ, ոչ միայն անհատի մակարդակով, այլ ընդհանրապես հասարակության մակարդակով ինքը բավականին լուրջ խնդիր է լուծում։ Քանի որ փորձառություն եք ստացել շատ գիտելիք փորձ Օքսֆորդի համալսարանում, պարոն Մելիքյան, ինչ ծրագրեր կան, որոնք որ պլանավորում եք հենց ավելի շատ ֆինանսական ձեր ոլորտի մասով, որ օրինակ մտածում եք արժե Հայաստանում ներդնել եւ ինքը իրապես արդյունավետ կլինի։ Մենք արդեն այս մոտակա 2 տարիների ընթացքում միջազգային տարատեսակ որակավորման ծրագրեր ենք բերել Հայաստան, կլինի EFPAN, European Financial Planning Association-ի, որը թե ֆինանսական խորհրդատուների համար դասընթացներ են կազմակերպում եւ հետո նաեւ լինելու է մասնաճյուղերի կառավարիչների համար, այնուհետեւ այն մարդիկ, որ կանցնեն քննությունը, կստանան իհարկե եվրոպական որակավորում ֆինանսական ոլորտում ըստ այո, դա ֆինանսական ոլորտում նաև մեկ բավականին հաջողակ ծրագիրը դա մեկ մարտին EBT-ն հայտնի եվրոպական ընկերության հետ ծրագիր սկսեցինք մշակել, այդ ծրագիրը ակրեդիտացված է իրաց կողմից, կոչվում է բանկային գործ կամ certificate in banking, այդ ծրագիրը օրինակ 2 ամիս տևողություն ունի եւ այն մարդիկ, որոնք ուզում են մուտք գործել բանկային համակարգ, իրենք հնարավորություն ունեն մասնակցել այդ ծրագրին, անցնեն 2 ամիս այդ մոտ 18 հետ չեմ սխալվում դասերը, բավական ինտենսիվ է, այնուհետև քննություն եւ ինչ իրենք կստանան։ Առաջինը իրենք կստանան շատ մեծ փորձառություն գիտելիք ֆինանսաբանկային համակարգում, գրեթե բոլոր ոլորտների մասով կլինի ռիսկերի կառավարում, վարկավորում, ֆինանսական հաշվետվություններ, ներքին արտաքին աուդիտ եւ այլն։ Բացի դրանից մենք մեր գործընկեր բանկերի հետ կազմակերպում ենք, որ իրենց նաեւ հրավիրեն հարցազրույցների։ Եվ երրորդը, որը նույնպես կարևոր կոմպոնենտ է, դա այդ գիտելիքները ստանալուց հետո իրենց շատ ավելի հեշտ կլինի անցնել այդ հարցազրույցները եւ անցնել աշխատանքի։ Իդեպ նշեմ, միգուցե դրա մասին քիչ է խոսվել, բայց որպես գործատուներ բանկերը մեր 17 բանկի դեք գործում են Հայաստանում 3-4 տարվա ընթացքում միջին ամսական եկամուտը աշխատակիցների կրկնապատկվել է։ Գրեթե կրկնապատկվել է, կա բանկեր, որ նույնիսկ ավել, այս բան մոտ 16300 դա միավորման արդյունք կարող է լինել, թե այստեղ բանկերի միավորումները այնքան էլ որոշիչ դեր չեն ունեցել։ Չէ, իրականում դա այդքան էական դեր չի ունեցել, քանակը աշխատակիցների մոտ 20-25%-ով աճել է 3-4 տարիների ընթացքում եւ միջին աշխատավարձը եկամուտը աշխատավարձ, պարգևատրումներ եւ այլ ամբողջությամբ եթե նայենք մոտավորապես կազմում է մոտ 900,000 դրամ բանկային համակարգում։ Կարծում եմ դրա համար դրա մասին քիչ է խոսվում,
եւ մի կողմից ոնց որ տենց բավականին գրավիչ գործատու է, բայց մյուս կողմից էլ համոզված են, որ շատ թափուր տեղեր կան բանկային համակարգում։ Դրա համար այդ ծրագրի հենց հիմնական նպատակը եղել է այն, որ այսպես ասած տրամպլին ոնց որ հանդիսանանք այն մարդիկ, ով ուզում են փոխեն իրենց մասնագիտությունը, հնարավորություն ունենան վերավորակավորվելու եւ անցնել աշխատանքի բանկային եւ ինչու՞ չէ ֆինանսաբանկային համակարգ։ Մենք չենք կենտրոնանում մեր նույն ուսումնական կենտրոնի մոտ 25%-ը մասնակիցների, որ եթե չեմ սխալվում, այս տարի մոտ 1000 հոգի կլինի ընդհանուր, իրենք ոչ հենց բանկային համակարգից են, իրանք ֆինանսաբանկային համակարգից են, կլինի վարկային կազմակերպություն, ապահովագրական, կենտրոնական բանկ եւ այլ յետակառուցվածքներ, ոնց Արքանա, Ակրանա, ֆինանսական հաշտարար եւ այլ կազմակերպություններ։ Շատ լավ, պարոն Մելիքյան, միանշանակ կարող ենք փաստել, որ եթե էլի հետ վերադառնանք 5-10 ավելի վաղ տարիներ, ընդհանրապես բանկային ու ֆինանսական ոլորտի նկատմամբ երիտասարդների ներգրավելու գրավչությունը ավելի պակասել է, ավելի իմ դիտարկմամբ, հա, ինքս նաև կրթական տարբեր կառույցներում լինելով, շատ երիտասարդներ, եթե դիտարկում են օրինակ աշխատանքի հնարավորություն եւ այլն, եթե 10 տարի առաջ top 3-ի մեջ մտնում էին բանկերը կամ նման կառույցները, հիմա դա տեղը զիջել է տեխնոլոգիական ընկերություններին կամ ինչու ոչ սեփական բիզնեսը ունենալուն։ Դուք ինչպես կգնահատեք եւ ինչպես բանկերը կամ ֆինանսաբանկային, ընդհանրապես ֆինանսական ոլորտի կառույցները կարող են այդ գրավչությունը ավելի բարձրացնել եւ լրացուցիչ հարցը ինչ որակներ են պետք անհատներին, որպեսզի այս ոլորտները համալրեն այսօր։ Դուք շատ ճիշտ նշեցիք եւ իրականում բանկերը նույնպես դա հասկացել են, արդեն եթե դուք նայեք օրինակ մտնեք ցանկացած բանկ այսօր եւ 10-15 տարի առաջ դուք տեսնեք նույն արտաքինից, սկսած է դրես կոդից, որ արդեն բանկերն են համապատասխանաբար առաջարկում ավելի ճկուն որոշ դեպքերում գրաֆիկներ աշխատանքային, ժամային, դրես կոդն է բավականին ավելի ոնց որ դարել ազատ, ոչ տենց բիզնես ստայլել են անպայման փողկապ եւ այլ նամանավանդ այն աշխատակիցների համար, որոնք չեն շփվում հաճախորդների հետ 10-15 տարի առաջ գրեթե բոլոր բանկերում անհրաժեշտ էր փողկապ ունենալ ամբողջ օր, նույնիսկ եթե այդ մարդը ոչ հաճախորդին է տեսնում, ոչ էլ հաճախորդն է իրեն այդ ինչ որ առնչություն ունենում շփվում։ Այդ մասով կարծում եմ ավելի գրավիչ է դարել եւ լավ ասեցիք հենց այդ տեխնոլոգիական, եթե խորանան կան շատ բանկեր, որոնք իրենց հենց գործառույթներով, իրենց մշակույթով ավելի շատ սկսել է նմանվել հենց IT կամպանիաների, ֆինտեքերին, քան զուտ են տրադիցիոն բանկերին, ոնց որ մենք բոլորս պատկերացնում ենք։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հարցին, իրականում վերլուծական թվային հմտություններ իհարկե ցանկալի է որ մարդիկ ունենան, բայց քանի որ բանկերում արկա են նաև այլ ոլորտներ, այլ բաժիններ, որտեղ այդքան էլ պարտադիր չի տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն ունենալը։ Կարծում եմ դրա այդպես պատճառով ցանկացած մարդ, եթե իրական մի դիմաց դնի նպատակ անցնել աշխատանքի ֆինանսաբանկային համակարգ, դա հնարավոր է։ Այդ ծրագիրը, որ ես նշեցի, բանկային գործ, դա այդ հնարավորություն է տալիս։ Ավելի հեշտացնում է ճանապարհ, ավելի սահուն է ինքը անցնում մուտք գործում բանկային կամ ֆինանսաբանկային համակարգ։ Շատ լավ, մյուս կարևոր հարցն եմ ուզում տալ, վստահաբար ձեր կարիերայի հարուստ կարիերայի ու անցած ճանապարհի ընթացքում բավականին որոշումներ եք կայացրել, բավականին խնդիրների առաջ եք կանգնել, ամենաբարդ որոշումը ո՞րն է եղել ձեր կարիերայի ամբողջ ընթացքում, որը որ կմտաբերեք ու նաև ինչպես եք հաղթահարել։ Սա նաև շատ կարևոր է, հատկապես երիտասարդների համար, ովքեր դեռ ճանապարհի սկզբնավասում են։ Հետաքրքիր հարց է։ Իրականում որոշումները կարիերայի մասում բավական հեշտ է միշտ կատարել։ Երևի թե ամենաբարդը, այսպես եթե խոսենք, դա Գերմանիայում 7 տարի ապրելուց, սովորելուց, աշխատելուց հետո որոշում ընդունեցի վերադառնալ Հայաստան, սկսեցի աշխատել KPMG-ում 2004 թվականն էր։ Երևի թե ամենաբարդերից, որտեղ իրականում ահագին բաներ փոխվում, չի գործատու եք փոխում։ Դա է երևի եղել այդ որոշումը նույնպես համատաբար
սպոնտան արագ եմ ընդունել ու որի համար չեմ զղջում։ Երևի թե ամենաբարդ որոշումներից դա էր։ Ուսումնառություն որտեղ եք ստացել, պարոն Մելիքյան, ձեր առաջին կրթությունը որտեղ եք ստացել։ Իմ առաջի կրթությունը ես ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև մեկնել եմ Գերմանիա, ես Բերլինի համալսարանում ավարտել եմ նույնպես տնտեսագիտության ֆակուլտետը։ Ու այնտեղ անցել եմ աշխատանքի եւ հետո ոնց որ ասացի վերադարձել եմ Հայաստան, KPMG-ն իմ երկրորդ գործատուն էր Հայաստանում, առաջինը Կոնվերսբանկն էր 94-5 թվականներին նոր բացված կառույց էր ֆինանսական։ Կարելի է ասել, որ դուք եղել եք Հայաստանում բանկային համակարգի ձևավորման ու կայացման, այսպես հիմքերում, հա, երբ ոլորտը նոր էր զարգանում։ Վաղուց եմ սկսել, բայց ճիշտ ասած տենց անհամեստ տենց բաներ չի ասի։ Իրականում պարզապես ուսանող ժամանակ է։ Հա, ես Կոնվերս բանկում անցել եմ գրեթե բոլոր բաժինները, 1.5 տարի հետ չեմ սխալվում, որ այնտեղ աշխատել եմ, Գերմանիա մեկնելուց առաջ էր, եւ այդ ժամանակ բանկը եթե 25-30 աշխատող կար, գլխամասնել Կոմիտասի վրա էր։ Այնց ուսման հետ զուգահեռ, ամեն օր տենց 1-ից հետո մինչև ժամը 5-6-ը այնտեղ էինք անցկացնում։ Շատ լավ։ Տեսեք, խոսեցինք Օքսֆորդի համալսարանի մասին, Օքսֆորդի փորձառության մասին, այն երիտասարդները, ովքեր որ մտքեր կունենան կամ այսպես վստահաբար բոլորն էլ, ովքեր որ կարևորում են անդադար կրթվելը, աճելը, զարգանալ, իրենց մտքում աշխարհի թոփ համալսարաններում ուսումնառություն ստանալու մտքեր, ցանկություններ ունենում են, ինչ խորհուրդ կտաք, որտեղից սկսել կամ ձեր ճանապարհի են ամենակարևոր անկյունակարային կետերը, որը որ իսկապես արժանի է կիսվելուն, որը որ վստահ բոլորին անհրաժեշտ կլինի, ովքեր որ մի օր որոշում կայացնեն այդ ճանապարհը անցնել։ Ինչ կտայիք խորհուրդ։ Առաջինը ես խորհուրդ կտայի ցանկացած գործողություն կա որոշում ընդունելուց ոչ թե ինտուիտիվ կամ զուտ ցանկությունով կամ որ նորավոճ է, այլ ավելի շատ հասկանալ իմաստը։ Ինչի համար է դա պետք։ Որպես օրինակ, եթե մարդ աշխատում է ներքին աուդիտի ստորաբաժանումում, ունի բակալավրի աստիճան, միգուցե ոչ թե ինքը այդ պայն պետք է մտածի Օքսֆորդի կամ Քեմբրիջի կամ այլ համալսարանի մասին, այլ միգուցե իրան պետք է որակավորում ստանա, օրինակ Certified Internal Auditor, CIA, որը աշխարհահռչակ հիմնական որակավորումներից է։ Նամանավանդ եթե ներքին աուդիտի աշխատանք իր դուր գալիս է։ Բայց զուտ որպեսզի եթե իր դասընկերը գնացել է Օքսֆորդ սովորելու կամ այլ համալսարան զուտ ինքն էլ է ուզում, կարծում եմ սկզբից պետք է իմաստը։ Եթե իմաստը արդեն հստակ է, ցանկություն կա, հնարավորություններ կան, խորհուրդ կտայի դրան անդրադառնալ գոնե 2-3 տարի աշխատանքային փորձ ունենալուց հետո նոր շարունակեն իրենց ուսումը ու ընդհանրապես այո նույն մեզ մոտ պարզապես ոնց է 5 տարի էր ուսումը հետո անցանք բակալավր 4+2 չէ եւ ավտոմատ ստացվել էր որ եթե մարդ 4 տարի ավարտում թերի բարձրագույն ունի իրականում դա տենց չի հետենց էլ կոչվում post-graduate program-ներ չէ MBA master-ները բայց դա տենց ավանդական տես գնաց մարդ ավարտեց 4 տարի պետք է անպայման միանգամից շարունակի մագիստրատուրան կամ մաստերսը իրականում կարծում եմ ավելի ճիշտ է բակալավրից հետո մի քանի տարի աշխատել մի քանի ընկերություններում կամ ոլորտներում այնուհետև հասկանալ թե որ ուղղությամբ գնալ ինձ մոտ օրինակ այնպես է ստացվել որ ես բոլոր իմ մասնագիտությունները բոլորը տնտեսագիտություն կամ ֆինանսներ են կարծում եմ որ եթե մարդ օրինակ սովորել է իրավաբանություն կամ հակառակը տնտեսագիտություն միգուցե ճիշտ է ինքը հնարավորության դեպքում երկրորդ կամ երրորդ իր մասնագիտությունը ստանա այլ ուղղությամբ որպեսզի փոխլրացնի այո կան օրինակի համար նույն Օքսֆորդում կան MBA-ներ տարբեր որ դիցուկ ավարտում եք այդ ծրագիրը post-graduate եւ դուք ստանում եք երկու օրինակ դիպլոմ կարող է իրավաբան եւ տնտեսագետ նկատի ունեմ պարտադիր չէ թե մարդ սկսել է տնտեսագիտություն անպայման մինչև վերջ պետք է բոլոր իր կրթությունը լինի տնտեսագիտական նաեւ որքան հիբրիդ մասնագիտություններ սկսում այնքան ավելի մրցունակությունը դե բարձրանում այդ մասով այդ խորհուրդը կարող է տալ եւ հիմնական այդ իմաստն է
ցանկացած որոշում ընդունելուց պետք է մի հատ Ինչ նպատակ հասկանալ նպատակը, իմաստը, ռացիոնալ է թե ռացիոնալ չէ։ Զուտ էմոցիոնալ տեն որոշում ընդունել ուզում եմ ընդունեմ Օքսֆորդ, այդքան էլ արդյունավետ չէ, թե ժամանակի, թե գումարի տեսանկյունից։ Շատ լավ, պարոն Մելիքյան, Օքսֆորդի մասով ինչ առաջիկա հետաքրքիր ծրագրեր կամ միջոցառումներ, նախագծեր ունեք, որոնք որ մտածում եք ներկայացման արժանի են եւ նաեւ մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները կարող են իրազեկված լինել։ Նկատի ունեք մեր ակումբի մասով։ Մեր ակումբը 2019 թվականին ստեղծվեց, այս պահին շուրջ 30 հոգի են ակումբի անդամները, տարբեր ոլորտներից, տարբեր փորձառություն, այո, մենք նույնիսկ թեոլոգ ունենք, ոչ թե մեր մոտ մենակ տնտեսագետներ են։ Տարբեր ծրագրեր ունենք մենք իրականում, 2026 թվականին մեծ ծրագիր ունենք անգլիական, հայկական բիզնես միջավայրերի ոնց որ իրար կապել, ինչ որ միջոցառումներ կազմակերպել։ Կարծում եմ արդեն 2026 թվականին կլսենք, ավելի շոշափելի կլինեն։ Իրականում դա մեր նպատակներից մեկը այդ կրթությունը առաջ տանելն է Հայաստանում, բացատրել, որ պարտադիր չէ հենց համալսարանը, նույն դպրոցի մակարդակից կարծում եմ, եթե մենք ուզում ենք լինենք արդյունավետ, մրցունակ երկիր, տնտեսություն, անհրաժեշտ է, որ որպես օրինակ պարզապես բերեմ նույն Լյուքսեմբուրգում ցանկացած աշակերտ, որ գնում է դպրոց, ոչ թե մասնավոր վճարովի դպրոց, ցանկացած, ինքը ավարտելուց իմանում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լյուքսեմբուրգերեն եւ շատ հաճախ վերցնում է նաեւ 5-րդ լեզու, ֆրանսերեն, իտալերեն կամ իսպաներեն։ Ցանկանա իհարկե որ Հայաստանում 10-15 տարի հետո նույնպես եթե արտասահմանցի տեսնեն հայ երիտասարդներին իմանան դե առնվազն հայերեն շատ լավ տիրապետում է ռուսերեն, անգլերեն ու եւս գոնե 4-րդ ինչ որ մի լեզու։ Կարծում եմ այդ ուսումն եթե մենք չկարողանանք այդ վերափոխումը տրանսֆորմացիան կատարենք, իրոք շատ դժվար կլինի մեզ մրցել այլ երկրների, այլ տնտեսությունների հետ։ Շատ լավ, եւ վերջին հարցն եմ ուզում, պարոն Մելիքյան, ուղղել ձեզ, որ 3 գրքերը դուք խորհուրդ կտայիք մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, որոնք իսկապես առանցքային դեր են ունեցել ձեր մտածողության, ձեր անձնային աճի մեջ, իդեպ դրանք կարող են լինել նաեւ ոչ մասնագիտական գրքեր։ Ոչ մասնագիտական, երևի թե Պաուլո Կոելյոյի բանը է, այդ ալխիմիկը։ Հրաշալի գիրք է։ Մասնագիտական, ավելի փիլիսոփայական, միգուցե Դանիել Քանեմանի, չեմ սխալվում, Thinking Fast and Slow, մտածիր արագ եւ այո։ Երրորդը Էնդրու Կոստալանի գիրքը, որը կոչվում էր Investment is a Psychological Game, նույնպես բավական հետաքրքիր գիրք է։ Նույն այդ վերջի նշվածը ես այդ գիրքը 2002-2001 թվականներին կարդացի, ինձ նվիրել էր այն ժամանակ իմ գործատու Գերմանիայում ես այդ ժամանակ բավական հետաքրքրված էի ֆինանսական այդ շուկաներով, ուսանող էի 20-ին տարեկան, առանձնապես առանց գիտելիքի, ասես պատկերացնում ենք, որ ֆինանսական շուկան, դա օպցիոներ եւ այլն, որ բավականին գրավիչ ներդրումները հնարավոր կատարել, պարզապես այդ գիրքը կարդալուց հետո ես ու ընկերս էինք այդ դրանով զբաղվում, մենք եկանք այն բանի, որ ինքը շատ ճիշտ ներկայացնում է ամբողջը։ Մենք եկանք այն բանի, որ իրականում պետք չէ դրանով զբաղվել եւ որոշեցինք դուրս գալ այդ թեմայից։ Դա այդ մասով, այո, որը միգուցե չեմ զղջում, որ այդ որոշումը ընդունեցի։ Շատ լավ, նշեցի վերջին հարցը, բայց լրացուցիչ ինձ մոտ հարց առաջացավ, պարոն Մելիքյան, սովորաբար այսպիսի կարծրատիպ կամ միֆ կա ձևավորված, որ ֆինանսական բանկային ոլորտի փորձագետները, անհատները, մարդիկ, ովքեր որ իրենց կյանքի մասնագիտական ճանապարհը անցել են այս ոլորտում, մի քիչ ավելի այսպես լուրջ, ավելի միշտ լուրջ բաներից են խոսում, լուրջ թեմաների մեջ են, ինչ նախասիրություններ ունի պարոն Մելիքյանը աշխատանքից դուրս, ֆինանսներից, թվերից, բանկերից դուրս։ Պատմություն շատ եմ սիրում ու տարբեր երկրների պատմություն, քաղաքականություն, այդպես իրար հետ
որ դες նայենք, դա հոբիներից մեկն է, կարող է մյուս կյանքում փոքր պատմաբան դառնամ, հա փոխեմ մասնագիտությունը եւ որպես հոբի եթե ասենք, դա բարբեկյու։ Բարբեկյու պատրաստել նույնպես հոբիներից մեկն է։ Հայկական, բայց ըստ էության։ Այո, հայկական, ավանդական, նամանավանդ կոവിഡ്ի ժամանակ, 2-3 ամիս լավ տրեյնինգ անցա, դրա համար այդ մասով կարելի ասել Ես որպես կարծում եմ հոբի է։ Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումը բավականին շահելի է այս մասով։ Այո, մենք օգտագործում ենք այդ հմտությունները։ Շատ լավ, շնորհակալություն շատ, Ձեզ շնորհակալություն։ Իրականում բավականին հետաքրքիր բազմաբովանդակ ու այսպես հաճելի զրույցի համար մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ գործար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների ակումբի համահիմնադիր անդամ, Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Ռուբեն Մելիքյան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։